ինչ արեցին եւ այս ամենը ինչ է Գիտեք, իսկապես ապահովագրական համակարգը ես միշտ իմ բոլոր հարցազրույցներում նշում եմ, դա առողջության ապահովագրական համակարգը դա այն լավագույն համակարգերից է, որ որևէ կառավարություն կարող է առաջարկել իր ժողովրդին, որևէ կառավարություն կարող է առաջարկել իր հանրությանը, բայց այդ առաջարկը պետք է արվի այնպես, պետք է կազմակերպվի այնպես, որ հանրությունը զգա նրա առավելությունները, ոչ թե ամեն մի նոր րոպե հիասթափվի ու իսկապես անորոշությունների մեջ հայտնվի։ Երբ որ իրենք դեկտեմբերի 16-ին ընդունում էին այս համակարգը օրենքի ուժով, ես ինքս ելույթ էի ունենում եւ ասում էի, լսեք, որպեսզի եթե դուք 16-ին ընդունում եք նոր օրենքը եւ հայտարարում եք, որ հունվարի 1-ից գործելու է համակարգը, ապա պատկերացնում եք ինչքան նախապատրաստական աշխատանք կա անելու փաստացիորեն այդ 16-ից հետո ընդամենը 14-15 օրվա մեջ շաբաթ կիրակիներն էլ հետը միասին, ազատ օրերն էլ հետը միասին։ Ի վերջո այդ համակարգը օրենքը նախ պետք է մի քանի օր անցներ մինչև նախագահը ստորագրեր։ Այդ օրենքի ստորագրելուց հետո, երբ որ ինքը սկսում է ուժի մեջ մտնել, պետք է ձևավորվեր հոգաբարձուների խորհուրդ, պետք է հաստատվեին կանոնակարգերը, պետք է հաստատվեին շրջաբերականները, պետք է հաստատվեին հիվանդությունների այդ պրոտոկոլները, պետք է կնքվեին այդ ձևավորված հոգաբարձուների խորհրդի ձևավորված նրա կողմից բոլոր բուժական հիմնարկների միջև պայմանագրերը, հասկանում եք, դա մի ահռելի նախապատրաստական աշխատանք է ենթադրում մինչև համակարգը կյանքի կոչելը։ Իսկ այդ աշխատանք հունվարի 1-ից հայտարարել, որ դա արդեն սկսում է գործի մեջ մտնել, ուժի մեջ մտնել, դա նշանակում է միայն մի բան, որ իրենք չեն հասկանում ինչի մասին է խոսքը, իրենք չեն հասկանում համակարգի աշխատանքի ծավալները կամ պարզապես հերթական մի հատ խաբեության մի նոր ալիք են բերում հանրության մեջ, դե հետո ինչ կասեն, դե առաջին 6 ամիսն է, դե գիտեք առաջին 6 ամիսն է բերեք փորձենք սխալների ուղղելու վրա աշխատել եւ այն 6 ամիս հետո իրենք այլևս իշխանության չեն, իսկ այդ ընթացքում այդ հոգաբարձուների խորհրդի ու հոգաբարձուների հիմնադրամի տնօրինության տեկած գումարները ինչ ձևով, ինչ մեխանիզմով կծախսվեն, դա արդեն լուրջ խնդիր կառաջացնի։ Կարևորը, որ հիմա հունվարի 1-ից իրենք ոչ թե համակարգն են ներդրել, այլ հունվարի 1-ից սկսել են այդ ապահովագրավճար հավաքելը։ Հասկանում եք, սրանց գերխնդիրը ապահովագրավճար հավաքելն էր, հարկի այդ նոր տեսակը հավաքելն էր։ Սա են իրենք անում։ Նրանք ամեն մի աշխատողից 200,000 եւ ավելի ստացող հունվարի 1-ից արդեն սկսում են այդ 10,600 դրամ գումարի հավաքագրումը։ Սա է իրենց գերնպատակը։ Հիմա այդ հավաքագրած գումարները հավաքվեն ում համար ինչքան կծախսվի, դա իրենց համար գերխնդիր չէ, եւ դեռ ավելին իրենք այդ գումարների ծախսման ոչ հաշվետվություն ներկայացնելու որևէ օրենսդրական պարտավորվածություն ունեն այդ հոգաբարձուների խորհուրդը, հատկապես ժամանակավոր խորհուրդը, որը ասեմ 5 հոգյանոց կազմ է հաստատվել վարչապետի կողմից։ Ատիկին Ավանեսյանն էլ որպես լիազոր մարմնի ղեկավար, ի պաշտոնե այդ հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի ղեկավարն է։ Գիտեք ինչ, այդ Տիկին Ավանեսյանը ինքը չէր պատկերացնում, եթե պատկերացներ հունվարի 1-ից չէին կյանքի կոչի այս համակարգի ներդրումը, կամ առնվազն համակարգի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսվեին նախորդ տարվա սկզբից գոնե մի տարի, չէ որ իրենք խոստացել էին եւ ի վերջո նորմալ է, որ պետք է այդ համակարգը փուլ առ փուլ ներդրվեր։ Իրենք այսօր այնպիսի թվերի մասին են խոսում, այնպիսի ընդգրկվածության մասին են խոսում, նույնիսկ 1,600,000 թիվը ես չեմ պատկերացնում, որ այդքան անձանց հասկանալ, թե այդքան անձանց ինչ հերթականությամբ, ինչ սկզբունքով պետք է պոլիկլինիկաները հետազոտություններ անցկացնեն։ Պոլիկլինիկան չգիտի, շրջաբերական չունի, ինչպես պետք է վարվի քաղաքացու հետ։ Պոլիկլինիկան չի ստացել, բուժական կազմակերպությունը շրջաբերական պայմանագիր չի կնքել այդ հիմնադրամի հետ, որպեսզի հասկանա, որ դեպքում ինչ քայլեր պետք է անի։ Հասկանում եք, սրանք բաներ են, որոնք այո, այսպիսի խայտառակ իրավիճակ են արդեն առաջացրել թե պոլիկլինիկաներում, թե բուժ հիմնարկներում եւ թե առավել եւս քաղաքացիների մեջ։ Նախ արմետ համակարգը
ինքը չի կարող, հասկանում եք, այսօրվա իրենց ունեցած արմետ համակարգը այս ծանրաբեռնվածությանը 1.600.000 քաղաքացու մուտքով չի կարող աշխատել։ Այդ սերվերը այդ պատրաստվածությունը չունի եւ պատրաստ չէ։ Հիշեք էլեկտրոնային դեղատոմսերը, որը շատ ավելի փոքր թվի մասին էր, սպասարկման մասին էր խոսքը, շատ ավելի փոքր թվի, ամիսներով, այսպես ասած, պայթեց այդ համակարգը, մինչեւ սկսեցին, դեռ հարց է, մինչեւ վերջ աշխատում էր թե չէ։ Հասկանում եք, 1.600.000 մարդը, սկզբում ասին 1.400.000, 1.800.000, 1.600.000 մարդը այդ համակարգում պետք է իրենց էջը ակտիվացնի։ Միայն այդքանը արդեն սերվերի հնարավորություններից դուրս է։ Ուզի թե չուզի այդ սերվերը բավականին ընդհատումներով է աշխատելու, բավականին լուրջ ծրագրային անհարթություններ են առաջանալու։ Հասկանում եք, դրա համար պետք էր փուլային աշխատանքը եւ երբ որ ԲՏԱ նախարարն ասում է, որ իրենք ի վիճակի չեն այդ համակարգը այնպես կազմակերպելու, որ աշխատանքային որևէ ընդհատում չլինի, ճիշտ է ասում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, դուք արեք այնպես, որ լինի, դες հնարավոր չի, եթե դու մի քիչ ծրագրավորողների հետ խոսեիր, կհասկանայիր, որ այսօրվա ձեր համակարգը այդ ծանրաբեռնվածությանը պատրաստ չէ։ Դրա համար պետք է այդ համակարգը լրիվ վերափոխվեր, այդ համակարգը պետք է կապեր ունենա, համակարգին միացված լինեն ոչ միայն այդ անհատները, պետք է այդ համակարգին միացված լինեն բոլոր դեղատները, բոլոր բուժ հիմնարկները, բոլոր առաջնային օղակները պաշտպանության, չգիտեմ, չունենք այդ պատրաստվածության սերվերը եւ բնականաբար այսօր ժողովուրդը կանգնում է անորոշության առաջ եւ շրջաբերականները ի վերջո այդ պոլիկլինիկան պետք է ստանար, չէ՞, շրջաբերական, որ տիպի հիվանդի դեպքում ինչ քայլեր է արվելու, բուժ հիմնարկը, որը որ պետք է բուժ ծառայություն մատուցի արդեն պոլիկլինիկաների կողմից ուղեգրված հիվանդի նկատմամբ պետք է ունենար, չէ, այդ պայմանագրերը, որ այս պայմանագրի շրջանակներում դու պարտավոր ես բուժ հիմնարկ, այս անել, այ այսքանը ապահովագրական համակարգի միջոցներով է, մնացածը ոչ ապահովագրական հիմնադրամի։ Այդ ամեն ինչը դեռ այդ կազմակերպությունների մեծ մասը չեն ստացել։ Կազմակերպությունները անորոշության մեջ են եւ դուք խոսում եք համակարգի մասին։ Եվ այսքանից ավել ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ընդհանրապես մի քանի օր առաջ կառավարությունը որոշում է ընդունել շտապ օգնությունների կանչերի քանակը սահմանափակել տարեկան ոչ ավել քան 8 կանչը ապահովագրության շրջանակներում կմատուցվի, մնացածը պետք է լինի վճարով։ Բայց այդ համակարգը ինչի համար էր։ Ինչի քիչ են հիվանդները, որ մեկը չգիտենք ու չունենք ծանոթ բարեկամ, հարազատ կամ հարևան, ով մենք գիտենք, որ տարվա մեջ հնարավոր չի, որ նա հաստատ 8 անգամից ավել շտապ օգնության դիմելու կարիք է ունենում։ Գիտեք, եթե դուք ուզում եք հիմնավորել, որ առաջին, երկրորդ, երրորդ կանչից հետո այդ քաղաքացին կստանա իսկապես ապահովագրական համակարգի շրջանակներում բուժօգնություն եւ նա այլևս շտապօգնության կանչի կարիք չունենա, փառք Աստծո, թող այդպես լինի, այդ դեպքում նշանակում է այդ սահմանափակումը դնելու իմաստն է կորչում։ Եթե այդ մարդը կարիքը չունի, չի կանչելու է շտապօգնության կանչին չի դիմելու։ Այսինքն որտեղի եւ մյուս հարցը, որտեղից այդ ինչ հաշվարկ աշխատեց, որ 8 թիվը սահմանեցիք, որտեղից։ Եվ ինչպես դուք հիմնավորեցիք 10.400, 10.600, այդպես էլ ոչ մի հիմնավորում չլսեցինք։ Ամսեկան 10.600 թե 800 կներեք, 10.800 դրամ ապահովագրավճարի հիմնավորումը, թվաբանական հիմնավորումը, հաշվարկային հիմնավորումը այդպես էլ չի ներկայացվել։ Նախկինում գործող փաթեթների 36.000 գումարը դարձել է հիմա տարեկան 130.000, 129.800։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, 129.600։ Այսինքն այդ 100.000-ի այդ ինչ լրացուցիչ ծառայություններ, երբ որ դնում ենք համեմատության մեջ բուժ ծառայություն, առաջարկվող բուժ ծառայությունների ցանկերը, հիվանդությունների ցանկերը, ըստ էության այդ ցանկերի մեջ մեծ փոփոխություններ չկան։ Լավ, ենթադրենք կամ միևնույն հիվանդության նախա եւ հետ վիրահատական կամ հետ բուժական ծառայությունները, բայց այդքանը 100.000-ի կազմը, 100.000 է գնահատվել։ Ինչ հիմնավորում, այդ հիմնավորումը չկա։ Էլ չեմ խոսում
որ մարզային առաջնային օղակները պոլիկլինիկաները այսօր ոչ պատրաստ չեն, եթե նույնիսկ այդ համակարգը աշխատի, եթե նույնիսկ այդ շրջաբերականները լինեն, եթե նույնիսկ այդ պայմանագրերը հիմնադրամների եւ բուժ ծառայությունների, բուժ կազմակերպությունների մեջ կնքվեն, եթե հասնենք դրան, որ արդեն այդ ամեն ինչը կա, մարզային առողջապահական կազմակերպությունները պատրաստ չեն այդ ծանրաբեռնվածությանը, պատրաստ չեն թե սարքավորումներով, պատրաստ չեն նաև մասնագիտական կադրային հագեցվածությամբ, հասկանում եք, ես էլի եմ կրկնում եւ ասել եմ, նույնիսկ դուք անում եք այդ ծանրաբեռնվածությունը այդ բուժքույրերի, այդ բժիշկների վրա դնում եք այդքան առանց լրացուցիչ աշխատավարձի բարձրացման, խելքին մոտիկ բան եք դուք անում դա։ Այսինքն այդ ծանրաբեռնվածությունը հարյուրների հոսք է ավելանալու պոլիկլինիկաներ շաբաթական հարյուրավոր հոսքեր են ավելանալու եւ հիմա այդ բուժքույրը այդ նույն աշխատավարձով այդ հոսքի ծանրաբեռնվածության տակից դուրս է գալու, այդ բժիշկը ծանրաբեռնվածության տակից դուրս է գալու եւ սա այն դեպքում եթե այդ մասնագիտական կադրը այդ պոլիկլինիկայում կա, բա կադրային սղությունը, կադրային պակասը ոնց է լրացնելու։ Սրանք բաներ են, որոնք նախապես պետք է արվեր։ Հիմնադրամը, որպեսզի ձևավորվեր, որպեսզի այդ հոգաբարձների խորհուրդը ձևավորվեր, պետք էր մրցույթ անցկացվեր, մրցույթային հանձնաժողով ձևավորվեր, 9 հոգեանոց։ Դուք հիմա պատրաստ եք այդ մրցույթի անցկացմանը, դուք հիմա պատրաստ եք այդ հանձնաժողովի ձևավորմանը։ Էլի եմ կրկնում, իրանք հղվել են անցումային ընտրույթին, որ մինչև այդ ամեն ինչը կարելի է ձևավորել ժամանակավոր խորհուրդ։ Հասկացանք, ժամանակավոր խորհուրդ, որի ձևավորման լիազորությունը էլի տրվել է վարչապետին։ Վարչապետը նշանակում է հիմնադրամի տնօրինող ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետը ձևավորում է ժամանակավոր հոգաբարձուների խորհուրդ եւ իր նշանակած հիմնադրամի ղեկավարը, իր նշանակած հոգաբարձուների խորհուրդը պետք է տնօրինել 127 միլիարդ գումար։ Բա սա կոռուպցիա չէ, ինչ է։ Մի անձնյա նշանակում է մեկին, ով տնօրինելու է այդ ահռելի գումարը ժողովրդից քերած հարկի ապահովագրավճար տեսակով եւ արդեն որ երրորդ օրն է այդ համակարգը սկսել է գործածության մեջ մտնելու խայտառակ իրավիճակ է բոլոր պոլիկլինիկաներում եւ բա սա կոռուպցիայի դրսևորում չի։ Հասկանում եք ինչ եք անում։ Դուք պարզապես փողերի լվացման մի նոր տարբերակ եք ընտրել։ Դուք 127 միլիարդը կհավաքեք, կտնօրինեք այնպես ինչպես կուզեք 6 ամսվա ընթացքում, դրանից հետո դուք կգնաք, հետո ինձնից հետո ջրհեղեղ տարբերակն է։ Այո, 127 միլիարդը տնօրինելու մի նոր ձև եք գտել։ Անունը դրելով ապահովագրավճար, թե այդ 127, եթե դուք օրենքում չեք նախատեսել որևէ վերահսկողության մեխանիզմ, ինչպես եք վերահսկելու այդ գումարների տնօրինումը։ Եթե դուք որևէ պատասխանատվություն մեխանիզմ չեք դրել, եթե հոգաբարձուների խորհուրդը, եթե այդ հիմնադրամի ղեկավարը ազգային ժողովին հաշվետվություն տալու որևէ լիազորություն, զեկույց ներկայացնելու որևէ լիազորություն չունի, ապա ես կարող եմ ողջամիտ կասկած ունենալ եւ բարձրաձայնում եմ, որ այստեղ խոսքը գնում է 127 միլիարդ գումարի գրպանման մասին։ Այո, գրպանման։ Այդ գումարից ինչքանը կծախսվի հիվանդների վրա, ինչքանը ճիշտ պրոտոկոլների հիման վրա կծախսվի, ինչքանը ոչ, դա ոչ մեկը չի կարող վերահսկել, օրենքը չի նախատեսում։ Եվ սիրելի հանրություն, ինչպես միշտ սրանք ամեն մի բարեհաջող, ամեն մի լավ ծրագիր, շատ ոչ թե ամեն մի լավ ծրագիր բարեհաջող ոտնատակ են տալիս, բարեհաջող վատացնում են, բարեհաջող որակազրկում են ապահովագրական համակարգներ, հետո նրանց նպատակը էլի եմ կրկնում, ոչ թե համակարգը ներդնելն էր, այլ այդ գումարները ժողովրդից նոր հարկի տեսակով հավաքագրելը, որ 127 միլիարդ գումարը բյուջեից հավաքագրած գումարներով տնօրինելը իրենց ուզած ձևով։ 6 ամիս հետո իրենք այլևս չեն լինելու որ իշխանություն, իրենք այլևս պատասխանատվության, իրենք այլևս հաշվետվություն չեն տալու, իսկ դրանից հետո ինչ կկատարվի, այդ արդեն իրենց խնդիրը չի, եւ սա կոռուպցիոն մի նոր խնդիր է։ Եվ
Վերջում ես կուզեմ անդրադառնալ նաև մյուս նախարարության եւ մյուս նախարարի, կրթության նախարարի երեկվա տված մամլո ասիլուսում արված իր հայտարարությունների մեջ էլի նորից 300 դպրոց, 500 մանկապարտեզի մասին։ Գիտեք, ես որ բազմիցս նշում էի, որ այո, ես ստացել եմ իրենցից նամակներ, պատասխաններ իմ բազմաթիվ հարցումներին, թե 21 թվականից սկսած մինչև 26 թվականը 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում ինչքան դպրոց, ինչքան մանկապարտեզ է կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել, իրենց թվերն էին 24 թվականի վերջում ինձ տվել էին 37 թիվը, 37 դպրոցի մասին է խոսքը, 25 թվականի սկզբում տվել էին 40 դպրոց, այդ թիվն էին, որ արդեն կառուցվել, եւ 25 թվականի վերջում արդեն տվել էին 56 դպրոց։ Եվ այսօր հայտարարում է նախարարը, որ 100-ից ավել, 101-ն էլ է 100-ից ավել, ընդ որում, լավ, 101 դպրոց, բայց մոռանում են, որ իրենց ծրագիրը կոչվում է մինչև 26 թվականը 300 դպրոցի մասին։ Իրենք մոռանում են, որ իրենք օրենք են ընդունել եւ միայն 23 թվականի վերջին իրենք պետք է արդեն ունենային շահագործման հանձնված 92 դպրոց 23 թվականի վերջին, 24 թվականի վերջին պետք է ունենային 198 թե 189 դպրոց։ Հիմա իրենք արդեն 25 թվական, իսկ մինչև 26 թվականը 300 դպրոց, դա օրենքի մեջ հաստատված ԿՊ-ի կողմից միաձայն ընդունված թվեր են, որոնք ես հիմա հնչեցնում եմ։ Հիմա այդ թվերը ընդունել են եւ այսօր ասում են, այո, մենք կատարելու ենք մեր բոլոր խոստումները, այո, մենք կունենանք 300 դպրոց։ Լսեք, դուք 300 դպրոցը արդեն պետք է ունենայիք։ Ձեր իսկ ընդունված օրենքի շրջանակներում, ձեր ընդունված թվերի հիման վրա դուք չունեք եւ 100 դպրոցը հիմա ես ամեն անգամ դիմել եմ եւ խնդրել եմ այդ իրենց 37, 40, 56 դպրոցները անուն առ անուն թվարկել, որպեսզի ես գնամ, հատ ստուգեմ, ինքս ուզում եմ գնալ, տեսնել, իմ աչքով տեսնել այդ դպրոցները։ Հիմա նորից եմ դիմելու նախարարությանը եւ արդեն պահանջելու եմ այդ 100 դպրոցի ցանկը անուն առ անուն, որպեսզի ես մտնեմ այդ դպրոցներ, համոզվեմ, որ իսկապես իրենք սարքել են, իսկապես այդ դպրոցները այն որակի են, որոնք ինչի մասին իրենք խոստանում են։ Երեկվա կադրերից երևում էր, որ իրենց նախընտրած ամենալավ դպրոցներից մեկը, որը որոշեցին ցուցադրել, հենց այնտեղ արդեն Տիկին Անդրասյանը ինչ որ փորձում էր լվացվել, ծորակը չէր աշխատում, չմոռանանք ասել, որ այդ կախիչը աշխատելու համար Լոռու մարզպետին հանեց աշխատանքից վարչապետը, այսպես մի հատ շոու արեց, ոնց կարող էր ձեր վերանորոգված դպրոցում չաշխատել կախիչը։ Տիկին Անդրեսյանը հիմա ցույց տվեց չաշխատող ծորակ։ Հիմա այդ մարզի մարզպետին են հանելու աշխատանքից շատ հետաքրքիր է։ Չնայած հեռացված մարզպետը ի վերջո նշանակվեց վատ աշխատանքի համար հեռացվեց եւ նշանակվեց վարչապետի խորհրդական եւ ես հարցրեցի այդ ինչ խորհուրդներ ա տալու վատ աշխատանքի համար հեռացված մարզպետը։ Եթե խորհուրդ ա տալու ինչպես ավելի վատ աշխատել, ապա Փաշինյան դու դրա կարիքը չունես, որովհետեւ ավելի վատ քան դու ես աշխատում որպես վարչապետ հնարավոր չի։ Հիմա ում են հանելու, թե էլ արդեն չեն ուզում շոու սարքել, հասկանում եք, բա մենք չիմանանք այդ 100 դպրոցը, 300-ը չի, 100-ն է, բայց այդ 100 դպրոցը ինչ որակով է աշխատել, ինչու չեք ներկայացնում այդ 100-ի ցանկը, ինչու ես բազմիցս դիմել եմ, չեն տալիս, չեն տրամադրում, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ քաղաքացին հետևից կգնա, քաղաքացին կիմանա եւ սիրելի հանրություն, խնդրում եմ պարզապես ամեն մեկը ձեր տեղում, ձեր բնակավայրում, եթե ձեր բնակավայրում է գտնվում այդ իրենց հայտարարած հիմնանորոգած, վերանորոգած, վերակառուցած դպրոցներից որևէ մեկը, այդ դպրոցների վիճակի ինչ որակով են հանձնվել այդ դպրոցները, շահագործված են թե չէ, դրանց մասին որևէ տեղեկատվություն Facebook-ով տվեք կամ ինձ ուղարկեք, պարզապես հետաքրքիր է իմանալ։ Եվ մյուս բանը, որի մասին կուզեի խոսել, էլի Տիկին Անդրեսյանի երեկվա հայտարարությունից ասում է, մենք սևով սպիտակի վրա գրել ենք, որ մեր կրթական բուհերում ունենալու ենք, պետական բուհերում ունենալու ենք 100% անվճար ուսուցում, ապահովելու ենք անվճար ուսուցումը պետական բուհերում։ Ինքը մոռանում է, որ սևով սպիտակի վրա գրել են, որ
արդեն մինչև 26 թվականը պիտի ունենային, այդ նույն ընդ որում այդ խոսքը գնում է այդ նույն օրենքի մի ուրիշ բաժնի մասին, որի մասին ես խոսեցի, այդ նույն օրենքի այդ սևով սպիտակի գրվածներից էին այդ իմ թվերը 23 թվականին 92-ը, 24 թվականին 198-ը կամ 179, 26 թվականի սկզբին կամ 25 թվականի ավարտին 300-ը, այդ նույն օրենքի մի ուրիշ կետում իրենք գրել են, որ այո 100% պետական ֆինանսավորմամբ կունենան մինչև 30 թվականը, մինչև 8 բու, բայց մոռանում է Տիկին Անդրեասյանը, որ խոսքը գնում է ակադեմիական քաղաքում գործող 8 բուհերի մասին, ակադեմիական քաղաք, որը պատրաստ է լինելու լավագույն դեպքում 30 տարի հետո, ինչպես հայտարարել է գերմանական այն կազմակերպության ներկայացուցիչը, ով ում հետ պայմանագիր է կնքվել ակադեմիական քաղաքը կառուցելու, շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։ Այդ մարդիկ ասում են, որ այո, մենք ենք կառուցելու, մեզ հետ է այդ պայմանագիրը, բայց դուք լավագույն դեպքում կունենաք շենքերը, շինությունները 30 տարի հետո։ Հիմա դուք 30 տարի հետո ակադեմիական քաղաք ունենալու պարագայում խոսում եք 30 թվականին 8 պետական բուհերում անվճար կրթություն ապահովելու մասին, ընդ որում դրանք ակադեմիական քաղաքում։ Լսեք, գոնե ձեր ասած հին ու նոր նախադասությունները, ձեր ասած հին ու նոր մտքեր իրար կողքի դրեք, որ այդքան ակնհայտ մեկը մեկին չհակասի։ Ձեր ընդունած օրենքները մեկ-մեկ կարդացեք, ձեր ընդունած սպիտակով սևի վրա կամ սևով սպիտակի վրա գրած թվերը մեկ-մեկ նայեք, որպեսզի մեկը մեկին այդքան չհակասի եւ ինքներդ այդպեսի ծիծաղելի իրավիճակում չհայտնվեք, էլի Տիկին Անդրեասյան։ Ինչպես կարելի է խոսել սևով սպիտակի վրա գրված խոստումների կատարման մասին, երբ այսօր արդեն ձեր թղթի վրա գրված թվերից ոչ մեկը իրականություն չեն, ոչ մեկը կյանքի չեն կոչվել։ Հիմա դուք խոսում եք հետոյի մասին եւ ելի եմ կրկնում, սիրելի հայրենակիցներ, իրենք այս ամեն ինչը անում են, ոչ թե այս ամեն ինչին հասել են, ոչ թե չկարողանալու արդյունքում, այլ հենց ծրագրով եկել են բարձրագույն կրթական համակարգը քանդելու, եկել են կրթական համակարգը քանդելու, եկել են մարզերից երիտասարդության արտագաղթը դեպի Երևան կամ երկրից դուրս ապահովելու, եկել են ապահովագրական համակարգի մասին են խոսում, ամբուլատորիաները փակում են, ապահովագրական համակարգի մասին են խոսում, մարզային բուհերը բոլորը միավորում են մեկ ամեն մարզում թողնելով մեկ բուժական հիմնարկ։ Այս ամենը միայն եւ միայն մեկ նպատակ ունի։ Ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարվեն, որպեսզի 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու պահանջը կատարեն, մարզերը դատարկեն, որ ադրբեջանցիները գան մարզեր, որպեսզի եկեղեցին իր ուժը եկեղեցու նկատմամբ հանրության վստահությունը կորի, որպեսզի իրենք վերարտադրվեն, մնացած չտվածն էլ, թշնամուն չհանձնացնել հանձնեն, սա է միակ եւ անկրկնելի իրենց նպատակն ու իրականացումը եւ դրա համար սիրելի ժողովուրդ մենք պետք է անպայմանորեն առնվազն արտահերթ հերթական ընտրություններում մասնակցենք եւ անպայմանորեն տանք մեր ձայնը այնպիսի ուժի, ով ազգային պետականամետ ուժ է իրենից ներկայացնում, ով այնպիսի ներուժ ունի իր թիմում, որ կարող է երկիր այս մարտահրավերներից դուրս բերել եւ միշտ հիշեք, ձեր չմասնակցությունը դա նույնն է, թե եւ մասնակցել եւ գնացել եք ԿՊ-ին ձայնեկրվել, այնպես որ բոլորս պետք է անպայման մասնակցենք ընտրության եւ ոչ մի պարագայում Նիկոլին շանս չտանք վերարտադրվելու։